Հարգելի հայրենակիցներ, երեկ Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տվեց հանրային հեռուստաընկերության լրագրող Պետրոսին, որի ժամանակ անդրադարձ նաև կատարվեց Արցախյան վերջին պատերազմին եւ քննարկվեց թե ով էր մեղավոր, եւ Հանրապետության երկրորդ նախագահ պարոն Քոչարյանը հայտարարեց, որ երկրորդ պատերազմի հեղինակը Հայաստանի վարչապետ Նիկոլ Անհողն է։ Եվ դրանի պատասխան Պետրոսը, ինչպես եւ բոլոր նիկոլականները, առաջ քաշեց այն տգետ եւ հիմար թեզը, թե դա Ալիևի ուրեմն առաջ բերած կարծիքն է, թեզն է եւ դուք կրկնում եք ադրբեջանական նարատիվները։ Այդ ոչի մեջ էր Պետրոսը, իսկ այսօր արդեն նիկոլական ժեխափթիր մասսան, ինչպես նաեւ նիկոլականները, սկսեցին այդ նույն ապուշությունը տարածել։ Նշեմ, որ ես առաջին անգամ այն որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Անհողի ուրեմն ելույթը Ստեփանակերտի վերածննդի հրապարակում, որը տեղի ունեցավ 2019 թվականի օգոստոսի 5-ին, եւ որի ժամանակ ինքը հայտարարեց, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, ես հենց առաջիներից մեկն եմ եղել այդ ելույթից հետո, որ 15-20 րոպե հետո իր Facebook-յան էջում գրառում եմ արել եւ նշել եմ, որ սրանով Նիկոլ Անհողը քանդեց ողջ բանակցային գործընթացը եւ թույլ տվեց Ադրբեջանին, որ վերջինս լեգիտիմ իրավունքներ եւ հնարավորություններ ստանա հարձակվելու եւ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության վրա։ Դա եղել է, հարգելի հայրենակիցներ, դեռ 2019 թվականի օգոստոսի 5-ին։ Դեռ պատերազմ չկար, բայց ցանկացած մարդ, ով ծանոթ է Արցախյան հարցին եւ ծանոթ է Արցախյան բանակցային գործընթացին, փոքրիշատե գիտի դիվանագիտության պատմություն, շատ լավ հասկանում էր, որ Նիկոլ Անհողը իր Արցախը Հայաստան է եւ վերջ ճղճղոցով ուղղակիորեն քանդեց բանակցային գործընթացը, որովհետեւ Արցախի կարգավիճակի հարցի եւ Արցախի բնակչության ուրեմն ապագայի հարցը պետք է որոշվեր Մինսկի խմբի շրջանակներում, որը ձևավորվել էր դեռ 1992 թվականին, իսկ 94 թվականին ստեղծվել էր Համանախագահների ինստիտուտը։ Արդեն այդ երեք պետությունների Ռուսաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա այդ երկրների համանախագահների միջոցով էին տեղի ունենում բանակցությունները։ Եվ կարևորագույն հարցը, հարգելի հայրենակիցներ, այստեղ հենց Արցախի կարգավիճակն է։ Նիկոլի բոլոր զառանցանքները, թե Արցախի կարգավիճակը վաղուց կանխորոշված էր, չկա նման բան։ Եվ երբ որ Նիկոլը հայտարարեց, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, դրանով ինքը քանդեց ողջ բանակցային գործընթացը եւ հակառակ կողմին թույլ տվեց, որ վերջինս հարձակվի Արցախի վրա եւ դա ընդամենը ժամանակի խնդիր էր։ Այնպես որ այդ անասնական թեզը, թե դուք կրկնում եք Ադրբեջանի նախագահի ուրեմն ասածները, պահեք ձեզ, այ անգրագետներ։ Երբ որ դուք խաբվում եք Նիկոլի կողմից, երբ որ դուք հիմա չեք հարցնում Նիկոլին, թե այդ որ ասում է իր Արցախը Հայաստան է եւ վերջ, դրա հետևանքը ինչ եղավ, Արցախը լրիվ անցավ Ադրբեջանին եւ հիմա ցեզ Նիկոլը ապուշի տեղ տնելով լապշա է կախում ծերակարներին, ինչ որ հիմար մտքեր արտահայտելով, թե 91 թվականին, թե 96 թվականին, թե 90, չգիտես 9 թվականին, թե 2013 թվականին, չգիտես 16 թվականին ենք մենք Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, չկա նման բան։ Այո, կրկնում եմ բոլոր տգետների համար։ Նիկոլ Անհողն է հրահրել վերջին Արցախյան պատերազմը, քանդելով ողջ բանակցային գործընթացը։ Եվ դա Ադրբեջանի նախագահի թեզը չէ։ Այդ մասին ես կոնկրետ իմ գրառման մեջ, որը պահպանված է Facebook-ում, գրել եմ դեռ 2019 թվականի օգոստոսի 5-ին Նիկոլ Անհողի Արցախը Հայաստան է եւ վերջ արտահայտությունից հետո, որը նա արել է Ստեփանակերտի վերածննդի հրապարակում։ Թե Ադրբեջանի նախագահան հետագայում ինչ կրկնեց, դա արդեն իր խնդիրն է, իսկ ինքը օգտվեց Նիկոլի այս արտահայտությունից։ Չնայած նշեմ, որ ես շատ խիստ կասկածում եմ, որ օգտվեց, ինձ թվում է նրանք պասերով խաղացին։ Իդեպ նաև նշեմ, որ այդ նույն Նիկոլ Անհողը 21 թվականին, երբ որ ասում էր պետք է դեօկուպացվի Շուշին ու Հադրութը, ինչպես նաև պետք է անջատում հանուն փրկության ծրագիրը իրականացվի, նույն Ալիևը Շուշիում կանգնած
Թուրքիայի առաջնորդի եւ նրա տիկնոջ հետ, երբ որ նայում էին Ստեփանակերտին, ասում էր թող մի 2 տարի էլ էստեղ ապրեն, սա էլ է մերը լինելու։ Հարցրեք Նիկոլին, այդ ինչպես գիտեր Ալիևը, որ 2 տարի հետո Նիկոլը հանձնելու է Արցախը ամբողջությամբ Ադրբեջանին։ Դե յուրե դա տեղի ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրագայում, իսկ դե ֆակտո 2023 թվականի սեպտեմբերի 19-ին արդեն Հայաստանի անմիջական ակտիվ մասնակցությամբ, այսինքն չմասնակցությամբ Արցախի պաշտպանությանը, երբ որ Հայաստանը պարտավորություններ ուներ Արցախի ժողովրդի եւ Արցախի հանրապետության առաջ։ Այնպես որ այդ ձեր ապուշությունները, թե բա դա Ալիևի կրկնություն, ասածներն է մի կրկնեք, կպահեք ձեզ։ Դա նորմալ պատմություն իմացող Արցախյան հիմնահարցից տեղյակ մարդիկ ասել էին դեռ 19 թվականի օգոստոսի 5-ին, երբ որ Նիկոլը հրահրեց այդ պատերազմը։